Վանաձորում հիշատակ դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան, Վանաձորի պատվավոր քաղաքացի Սամվել Խալաթյանի տեղի ունեցավ հուշատախտակի բացման հանդիսավոր արարողություն։ Նախաձեռնությունը և հուշատախտակի էսքիզը Վանաձորի Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան Քահանա Ազարյանինն էր։ Վանաձորի համայնքապետարանի հովանավորությամբ նախաձեռնությունը կյանքի կոչվեց։ Սամվել Խալաթյանի անունը արդեն հավերժորեն կապված է եւ հայ գրականության, դրամատուրգիայի, լրագրության եւ մնացած բոլոր առումներով։ Սամվել Խալաթյանը Վանաձորի պատվավոր քաղաքացի էր եւ իրավական իմաստով բավականին նրան այդպես էր ճանաչել եւ նաեւ բառից բովանդակ իմաստով ըստ էության։ Եվ բնականաբար նման նախաձեռնությունը Վանաձորի համայնքապետարանը քաղաքապետ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ պատեհությունը բաց չպիտի թողնեին եւ նրան արժանի հիշատակը հավերժացող ինչ-որ մի քայլ պիտի անեին։ Ես կարծում եմ, որ առաջիկայում նրա անունը նորից տարբեր առիթներով պետք է շոշափվի, որովհետեւ Սամվել Խալաթյանն արժանի է, որ իր կողմից շատ սիրված քաղաքացիները նրա անունը բառ պահեն իրենց սրտերում։ Տիկին Վարդուհին ներկայանալիս այրի բառը չի սիրում օգտագործել։ Սամվել Խալաթյանը կա, ապրում է մարդկանց սրտերում ու հոգիներում։ Նրա ֆիզիկական բացակայությունն է միայն։ Ասում է նա ու հուզմունքը հազիվ զսպելով խոսում ամուսնու մասին։ Ինքը բոլորի կողմից սիրված, հարգված, գնահատված, միշտ դրական էմոցիաներով դա մեզ է փոխանցվել եւ իր ընտանիքին եւ իր ընկերությանը, որովհետեւ բոլորն էլ այդպես են հիշում իրեն։ Ասում էր Տիկի ջան, քանի ես կամ դու պետք է գլուխդ բարձր քարես։ Եվ այդպես էլ կա։ Թող իրեն հիշատակը միշտ վառ մնա եւ բոլորս իրեն հիշելուց մտածենք, որ ինքը մեր կողքին է, որ ինքը մեզ հետ քայլում է, մեզ հետ մեր մտորումների հետ է, մեր մտածմունքի, մեր ամեն ինչի հետ ինքը կա։ Դժվար, ծանր է անցյալով խոսել դրամատուրգի մասին ոչ միայն ընտանիքի անդամների, այլև հարազատների ու ընկերների, գործընկերների ու գրչակից ընկերների համար։ Նման մեծություններից հետո տեղը դատարկ է մնում, ասում են նրանք։ Իսկ հուշատախտակը ոչ միայն կհիշեցնի նրա մասին, այլև կլինի որպես ուղեցույց։ Օր չունենք ես իմ կյանքում, որ մեկ օրվա մեջ մի քանի անգամ չհիշատակեմ Խալաթյանին, թե իրեն թևավոր խոսքերը եւ թե ընդհանրապես իր մարդ լինելու տեսակետը չանդրադառնամ։ Հուշատախտակը այս հուշաքարը հուշաքար չի միայն լոկ, որտեղ գրված է Սամվել Խալաթյան, այլ երեխաները, ովքեր տեղյակ չեն, անսուդարձի ընթացքում կարող են ասել ով է եւ այդտեղից հետաքրքրվելով իմանան, որ Վանաձոր քաղաքում, Կիրովական քաղաքում եղել է այսպիսի գրող, երգիծաբան, դրամատուրգ, մշակութային գործիչ եւ դա ուսուցողական է։ Սամվել Խալաթյանի մասին խոսելիս կարևորվեց նրա անփոխարինելի դերն ու ավանդը լրագրության, դրամատուրգիայի եւ բազմաթիվ այլ ոլորտներում։ Այս քաղաքում, մեր հանրապետությունում նրա համարձակությունը, նրա ստեղծած պայմանները, որ լրագրողները ազատ գրեն, լրագրողները ազատ տպագրեն իրենց հոդվածները ոչ միայն իր խմբագրաստեղծում, այլ նաեւ հանրապետական մամուլում։ Սամվել Խալաթյանը բացառիկ երևույթ էր եւ ինչքան էլ խոսենք ու ասենք նրա մասին, ինչքան էլ հուշեր պատմենք նրա մասին, միևնույն է պատմելու բան էլի մնալու է, որովհետեւ մարդու այդ տեսակը իր ներկայությամբ միայն լցնում էր ցանկացած միջավայր։ Այդ տեսակը կարողանում էր բոլոր ուրախ պահերը, բոլոր տխուր պահերը այսպես բերում էր, համադրում եւ կարողանում էր այնպես անել, որ հումորով դուրս գա ստեղծված բոլոր իրավիճակներից։ Եվ ինչպես բոլոր միջոցառումներին, այս միջոցառմանը եւս Սամվել Խալաթյանը ստացավ իրեն արժանիորեն հասանելիք ծափահարությունների բաժինում։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։